Բարև ձեզ հետ կրկին ես եմ Արեգը և այսօր մենք նկարահանում ենք մեր RPG գոյատևումը։ Բարև ձեզ։ Ինձ հետ է նաև իմ եղբայր Սիմոնը, ինչպես միշտ։ Եվ ես գտել եմ շախտա, որում գտել եմ ալմազ։ Ինչու են մեզ ալմազներ պետք, 4 հատ արդեն ունենք։ Բայց մեզի շատ են պետք, ես ուրան եմ գտել, ժիլեզա շատ։ Ես մոդ եմ քաշել, որ մի հատ կապկով կարանք սաղ լուսավորենք, դրա համար մի հատ ոսկե կապկա եմ դրել, որպեսզի սաղ լուսավորվի։ Հիմա կվերցնենք մեր կախարդական կիրկեն, մեր ձեռքերում և կփորենք այս ալմազները։ Սա այնպիսի մոդ է, որ կարող ենք պատրաստել նաև ալմազի և այլ ուրիշ բաներից սնդուկներ։ Տենց բաներ կան։ Մենք արդեն 13 օրեկան ենք։ Ճիշտ է, ձախ անկյունում կարող եք նայեք։ Ոյ էլի ալմազներ, չես սպասի։ Կոմպը մի քիչ շատ է կախում, որովհետև շատ մոդեր են ներառված։ 36 մոդ։ Ես խոսք է տվել, որ տուն կսարքեմ, ես սարքել եմ տունը և քաշել եմ մոդ, որը ցույց է տալի բոլոր ռեցեպտների քրաֆթը։ Բայց այս գիրքն էլ էր քրաֆտ պետք, ինձի կոժ էր պետք, ես կովերի ֆերմա եմ սարքել։ Հիմա ստոպ կտանք, որովհետև չեմ կարող տիլիպորտել եմ և կգնանք մեր հում։ Ձեր համար դա կարող է մի քիչ տևալ, բայց ինձ համար շատ կտևի։ Ընկերներ, ես արդեն դուրս եմ եկել, ահա իմ մինի դոմիկը, բուտկես, որովհետև ես ստեղ չեմ բնակվելու, բայց ես ձեզ համար մի հատ լավ բան եմ պատրաստել, երևի այսօր մենք կսարքենք ժիլեզնի ֆերմա։ Իսկում է ձեզի այս ձայները ներվայնացնում են, որովհետև ես չեմ կարող նորմալ խոսամ։ Ժիլեզնի ֆերմա, ես մի քիչ բան պատրաստվել եմ դրա համար, մեզի Ահա այն սնդուկներից մեկը, որը որ մենք ասում ենք։ Դրան դեմը ռուդա կար, երևի շախտայում է տեսած կլնեք, մեդնի ռուդա էր ինչ է, սունդուկի մեջ է կա։ Մենք նաև գտել ենք ուրան, Industrial Craft 2-ից է, եթե ինչ-որ մեկը չգիտի, բայց մենք ուգլ չունենք, շատ լավ է, կարող փեչկաների մեջ կարող է լինել, ես թալանել եմ են մույս բաշնյան, որ ասել էի, և մեջը գտել եմ նորից 2 ալմազ, թող ժիլեզան եփվի, որովհետև մեզի 9 հատ ժիլեզա է պետք գալու, իսկ ես մեկի քրաֆթը հիշում եմ, հիմա ցույց կտամ ձեզ նաև, ահա, մեխանիզմ, որով պետք է սարքենք այդ սերմերը, երևի։ Այո, բայց մենք չենք կարող հիմա սարքել, որովհետև ես մոռացել եմ այդ փոցի մասին և դրա համար էլ մենք կսարքենք կիրկա, հիմա չէ, ես հիմա ամեն ինչ կպատրաստեմ այդ մեխանիզմի համար
Հիմա կնայենք մեր հիանալի բանում։ Կան այսքան վեշեր և սա ունի 61 էջ, չնայած նրան, որ այսքան շատ է մի էջում։ Հիմա կգցրեմ մեկի թե չուղի։ Ստեղ կան Minecraft-ին վերաբերվող շատ ու շատ առարկաներ։ Եվ կան մոդերի, սաղ մոդերի բաները ցույց։ Կան նաև ուրիշ տեսակի բրոնյաներ։ Ինչպես դուք տեսնում եք, սա երեխաներն են, ինչպես որ ասում եք։ Կան թագեր նաև։ Երեխեք չգտամ։ Կան Ես հիմա գործիքներ պաուզա և թրեր տարբեր հանքաքարերից։ Պրապապամ, ահա և մեր քրաֆթը։ Ահա, սա էլ, որ աճում է, ստեղ պետք է կլիեն դնենք, ստեղ է այդ բույսը, որ ինքը սարքվի արդեն իսկական հանքաքար։ Կայֆոտ մոդա, սիլկան կլինի։ Եթե այսօր չկարողանանք բոծկ պատրաստել, ապա կարող է ստացվի այնպես, որ այսօր չպատրաստենք ժելեզայի ֆերմա։ Սիլկան կլինի ապիսանյայում, կարեք մտնեք այս մոդը քաշեք։ Մենք այսօր շատ բան արեցինք, ինչպես սարքեցինք, իզուչայց արեցինք մեր մոդը, և արդեն մենք 14 տարեկան ենք։ Հիմա կքնենք և սպասենք, մինչև 15 տարեկան դառնանք։ 15 տարեկան, 12-ից հետո եմ քնենք գմն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մշտական այստեղ չենք մնում։ Մենք 100% կարող եմ ասել, որ տեղափոխվելու ենք, որովհետև ստեղ նախ առաջինը անտառ չկա, չես կարելա վժվանյա անես, շախտանես չկա, համե մենք ունենք ընդեմ մի հատ դանջ, որտեղ 100% ալմազ կա։ Ես տեսել եմ обзорները այդ մոտի, հենց այդ դանջն են բան։ Սա ժամանակավոր բնակարան է։ Հա, հենց այդ դանջն են ստուգել, տեսել եմ, որ ամենատակում այդ դանջի կան ալմազներ, որը մեզի շատ պետք կգա, որպեսզի սարքենք ոչ միայն ժելեզնի, այլ ալմազնի ֆերմա, և այդ ժամանակ մենք կարող ենք ընդհանրապես շախտա չգնալ, որովհետև ալմազները շատ շուտ են աճում, շատ, հենց արևը վրան ընկնում է, մի հատ աճում է, մի 5-6 վայրկյանից մի հատ էլ աճում, կատակ եմ անում 5-6 վայրկյանից չէ, մի րոպեից։ Սաղ կվեկալենք, ինձ թվում է երևի չենք է հասցնի անգամ ստեղ այս ֆերմա սարքենք, որովհետև ասում եմ, սա ժամանակավոր է։ Ուրանը չգիտեմ ինչի է պետք, հիմա նայեմ անունը ուրանի։ Երկու։ В общем, Industrial Craft-ի ապուշությունն է նույն։ Չգիտեմ, կարող է լավ բան, բայց մեզ պետքա կանչենք։ Հիմա պետքա կանչենք, եթե իզուչայց անենք Industrial Craft-ը ու կանենք, սրանք օգտագործենք։ Իսկ ձեզ հետ էին Արեգը և Սիմոնը, կարող եք դուք առաջարկել մոդեր և կոմենտներում կարող եք գրել հաջողություն